Պետրոսի և Հովհաննեսի համարձակությանն ի տես և վերահասու լինելով, թե նրանք տգետ և ամուս մարդիկ են, զարմացան, որովհետև ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին, և տեսնում էին նաև բժշկված մարդուն, որ կանգնած էր նրանց հետ, և չէին կարողանում որևէ պատասխան տալ։ Եվ նրանց հրամայելով, որ ատյանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմյանց հետ և ասացին. «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարվեց։ Երուսաղեմի բոլոր բնակիչներին արդեն հայտնի է, և մենք չենք կարող ուրանալ։ Բայց որպեսզի ժողովրդի մեջ առավել չտարածվի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չխոսեն»։ Եվ նրանց կանչելով պատվիրեցին Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծո առաջ արդար է առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք սպառնալով արձակեցին նրանց, ոչ մի միջոց չգտնելով, թե ինչպես պատժեն նրանց ժողովրդի պատճառով, որովհետև բոլորը փառավորում էին Աստծուն կատարված բաների համար, քանի որ այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան 40 տարեկան էր։